Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցությունից ասում են, միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցությամբ նաև մասնակցելով քննարկումների անում են հնարավորը, որ Բաքվից հայ գերիները վերադառնան Հայաստան։ Մենք ընդդիմությունը այդ մասով այն բոլոր լծակները, որոնք ունի, կիրառում է միջազգային կապեր, այդ թվում նաև ակցիաներ, կազմակերպված գործողությունների արդյունքում, երբ որ միջազգային հյուրեր ենք Հայաստանում ունենում, ոչ միայն իրենց հետ հանդիպման ժամանակ ենք դրա մասին խոսում, այլ նաև փողոցում ակցիա է դրա հետ կապված տեղի ունենում ավելի շատ լսելիություն ապահովելու համար։ Ինչ է անում իշխանությունը հայ գերիներին Հայաստան բերելու համար։ Լրագրողները հարց ուղղեցին նաև իշխանական падգամավորներին։ Անում է թե տեսանելի քայլեր, որոնք թվեց երեք արտգործնախարարը ըստեյության, եւ արվում են բազմաթիվ քայլեր, որոնք իրապես տեսանելի չեն, եւ ես կարծում եմ, որ նաեւ Ադրբեջանի կողմից այդ դատավարությունների նման հրապարակայնացումը մեր զգացմունքների վրա փորձել աշխատելը նաեւ այս նպատակն է հետապնդում, որ մեր այս հանրային քաղաքական եւ նաեւ լրատվական դաշտում դա անդադար այս ներքին ուրեմն խմորումներ առաջացնող թեմա դառնա։ ՔՊԱ-կան падգամավորները ունեն տեղեկություններ, թե որն էր Միեդում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի աշխատանքից ազատվելու պատճառը։ Այն կապ ունի միջազգային դատարաններից ընդդեմ Բաքվի Հայաստանի հայցերի հետ կանչի հետ։ Ես նման կապ չեմ տեսնում։ Սեփական դիմումի համաձայն է պարոն Կիրակոսյանը աշխատանքից ազատվել եւ սա ամիսների քննարկումների արդյունքում է տեղի ունեցել։ Ադրբեջանը Հայաստանին է ուղարկել խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրված տարբերակը։ Ըստ падգամավոր Խանդանյանի երկու հոդվածների վերաբերյալ դեռ կա դիրքորոշումների տարբերություն։ Առաջարկները, որոնք Հայաստանն ուղարկել էր Ադրբեջանին, ամբողջությամբ կամ մասնակի համաձայնություն չեն ստացել։ Տեքստի մասին մեկնաբանություններ անել չեմ կարող։ Այդ առաջարկները նոր առաջարկները հիմա քննարկվում են եւ հնարավորին սեղմ ժամկետում Հայաստանը կփորձի արդեն սեփական առաջարկով հանդես գալ եւ պատասխանել Ադրբեջանին։ Եվ լրագրողներին հետաքրքրում էր ազգային ժողովի երկու ընդդիմադիր ուժերի միջև կա լարվածություն։ Ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության ներկայացուցիչն ասաց, թե ոչ մի խզվածություն չկա երկու ուժերի միջև։ Իշխանական падգամավորներն էլ հայտնեցին, թե ցանկություն չունեն միջամտել երկու ընդդիմադիր թիմերի փոխհրաձգությանը։ ՔՊԱ-կան երկու падգամավորներին նաև այս հարցը ուղղեցին. ով Նիկոլ Փաշինյանին բերեց իշխանության։ ՔՊԱ-կան падգամավորները պատասխանում են. Հայաստանի ժողովրդի ճնշման ներքո Հայաստանի ազգային ժողովի հանրապետական կուսակցության ՀՅԴ եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները ընտրել են Նիկոլ Փաշինյանին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։